ԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիան կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Ով է քշերվա կեսին կամ չգիտեմ նախորդ օրը կամ չգիտեմ զանգում Ռոբերտ Քոչարյանն ասում, որ գիտես ինչ գալու են ձեր տուն խոզակցության։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողներին եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։ Մի քանի շաբաթվա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները այս անգամ ԱԱԾ-ից արտահոսքի մասին են։ Երբ արտահոսում են օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի կադրերը, Փաշինյանը դա համարում է բնականon երևույթ։ Երբ Քոչարյանի տան սպասվող խուզարկության մասին լուրն է արտահոսում ԱԱԾ-ից, ապա դա աններելի արարք է, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնելու պատճառ։ Դրանց խլուրդ են ասում, չէ՞, իրավապահ համակարգում խլուրդ, որ ներսից ինֆորմացիա դուրս տալ։ Դրել եմ խնդիր, ասել եմ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտակ, ուրեմն բոլորը լինելու են ես համար, ում նայեմ ասելու եմ ուրեմն ինքն է։ Փաշինյանը պնդում է արտահոսքի աղբյուրը չբացահայտելու դեպքում իրավապահ համակարգում մասսայական ազատումներ են լինելու։ Ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, այլ որ չասեք զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքից դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու, հա, սպառնում եմ, ահա որ սաստիկ ձևի սպառնում եմ, սաստիկ, չկատակ չեմ անում։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում դրանից առաջ ու հետո Փաշինյանը հայտարարում է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին կզցնելու, նստեցնելու ու նեզրկելու մասին։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ նրա ամեն հայտարարությունից անմիջապես հետո նոր քրեական գործեր էր հարուցվում։ Այդպես էր Սամվել Կարապետյանի, Արթուր Օսիպյանի, Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեպքում։ Այդպես եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Ընդդիմությունը հայտարարում է, գործընթացը քաղաքական է։ ՔՊԻ իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊԻ հետ պայմանավորվելը եւ քաղաքականությամբ չզբաղվելն է, քաղաքականությամբ հեռու մնալը կամ իրենց հաջող քաղաքական գիծ վարելն է։ Նայեք իրենց կողքին գտնվող օրինակներին, ում հետ գուցե 2 տարի առաջ անհաշտ են եղել, դատել են, ուզում եք քրեական գործը փակվի, համագործակցի ՔՊԻ հետ, ուզում եք որևէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցի ՔՊԻ հետ, ասենք Խաչատուր Սուքեսյանի Սիլ Պլազան գնելու գնի հետ կապված ՔՊԻ մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞։ Խաչատուր Սուքեսյանը իրենց կիմակիցն է։ Նիկոլ Փաշինյանի այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ համակարգը անցել է գործի։ Չկա էլ իրավապահ ավտոնոմ մարմինների անկախությունը, ինքնավար մարմինների անկախությունը, չկա այլևս դատարանների անկախությունը, գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը։ Ես չգիտեմ հիմա ձեր ընտրողներին ինչ եք ասում, ասում եք, այս քրեական գործերը հարուցել ենք, որ ինչը վերադարձնենք ձեզ։ Ինչ եք ասել եք, երևի Toyota-ն կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելու, մի մասին ով մեր մոտ շտաբի պետ է ելել, Prado-ներ ենք բաժանելու, տենց եք ասելու։ Էլ չեն հավատում ձեզ։ Ոչ մեկ չեն հավատում եւ դուք ձեր կողմից այս հանրային բանից տրամադրություններից դուք ինքներդ էլ հասկացաք, որ այլևս ձեզ չեն հավատում։ Նույնիսկ ձեր ընտրողները։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նույնպես այստեղ իրավական գործընթաց չի տեսնում։ Մեղավորներ փնտրելու կամ հավարկածով եթե առաջնորդվենք, միշտ էլ կարանք ինչ-որ մի խնդրին մեղավոր գտնելու համար, ասենք նախկին կամ չգիտեմ դատախազ կամ դատավոր կամ չգիտեմ քննիչ, կարծում եմ այս ամենը ինչ որ հիմա կատարվում է, սա քաղաքական հետապնդման շրջանակներում է եւ սա քաղաքական խնդիր է իր մեջ պարունակում, հետեւաբար պետք չէ իրավական դաշտում ինչ որ արդարացումներ կամ մեկնաբանություններ կամ փորձել ընկալել եւ հասկանալ։ Ու թեև Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն իրավապահների կողմից ինչպես արագ արձագանք է ստանում նախկինում, այնպես էլ հիմա, այսօր նա հայտարարեց, թե համակարգի նախկին ղեկավարները նախկին իշխանություններից փող են վերցրել աղմկոտ գործերին ընթացք չտալու համար։ Գործերը միտումնավոր ձգձգելու համար նա մեղադրեց նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանին եւ մի քանի այլ անձանց։ Ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ, ինչ են եղել անձեռնմխելի, բերել վճարել են ձեզ։ Ձեր հետևից էլ են գալու, պետք է պատասխան տաք բոլորդ։
ում վարույթում այս գործերը եղել է եւ չի արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տա Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Պետք է իրանց բոլորի ունեցվածքներ պետք է նայվի։ Իրանց հաշվեհամարներն էլ պետք է նայվեն։ Իրանց ընտանիքի անդամների հաշվը Toyota Երևանի հետ իրանց հարաբերություններն էլ պետք է նայվեն։ Ամեն ինչը պետք է նայվի։ Կարող է այսօր էլ կան մարդիկ, որ աշխատում են։ Ձրի։ Ոնց է ալնում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը բան է անում, հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական process-ը զրոյանա։ Ձրի, լուրջ եք ասում, բոլորի հետևից պետք է գնանք, բոլորի հետևից։ Իրանց զոքանչների, քենիների, աներձակների, բոլորի հետևից գնալու ենք։ Փաշինյանին հավանաբար հունից հանել էր ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հարցազրույցն ու Facebook-ում կատարած գրառումը։ Նա վարչապետի հրապարակային միջամտությունը ուժայինների եւ իրավապահների աշխատանքին անթույլատրելի էր համարել, իսկ քաղաքական հանձնարարականներով մարդկանց կալանավորելը իրավական հիմք չունեցող եւ վտանգավոր պրակտիկա։ Միքայել Համբարձումյանը նաեւ դրական էր արտահայտվել Հայաստանի երկրորդ նախագահի ու նրա զավակների մասին։ Հələ դուք էլ մի հատ բացատրեք այս գործերով, ինչով եք զբաղված եղել։ Կարող է փող եք առել։ Կարող է փող եք առել։ Թե դες թվում է ձեր հետևից եկող չի լինելու։ Ինչ վերաբերում է իրավապահներին հրապարակայնորեն ուղիղ հրահանգներ իջեցնելու պրակտիկային, Փաշինյանն ասում է, թե ինքը հրահանգներ չի տալիս, այլ ձևակերպում է ժողովրդի օրակարգը։ Եվ ես շատ հստակ թափանցիկ, խնդիր եմ ձևակերպել այս ամեն ինչը։ Ընտրություններից առաջ ժողովրդի առաջ։ Եվ ժողովուրդը գնացել է քվեարկել, եւ ժողովրդի կամքը պետք է իրականացվի։ Ժողովրդի օրակարգ ասելով Փաշինյանը նկատի ունի իրեն ձայն տված քաղաքացիներին, որոնք ի դեպ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 30%-ն էլ չեն կազմում։